Բարև ձեզ իմ սիրելի հետևորդների եւ ալիքիվներ։ Ժողովուրդ ջան, այսօր որոշել եմ արդեն ժամանակն է երկրորդ անգամ պարտասնեմ վարդերը։ Այս վարդերը դուք տեսնում եք։ Տեսեք կողմները արդեն կա, այնտեղ արդեն բացվում է։ Այս վարդերը ես ունեմ տեսանյութ, հեղումը գտնեմ։ Ջուղերից բազմացրել եմ, հետո դել եմ ամանների մեջ ու տեսանյութ ունեմ մի 2 ամիս առաջ դել եմ հողի մեջ։ Շատ լավ աճում են։ Դուք կտեսնեք թե ինչ հողի մեջ պետք է դնել, pH-ը ինչքան պետք է լինի, որ նման ձևով վարդերը աճեն։ Հիմա պետք է պարարտացնեմ։ Հատուկ պարարտանյութ եմ գնել վարդերի համար։ Այս ցույց տամ։ Գրածա ռուժը վարդերի համար։ Պարունակում է ազոտ 5%, պարունակում է կալիում, պարունակում է ֆոսֆոր եւ հետը խառնած է որպես երկարաժամկետ ազոտի հումք անասունների պոզերը, կոդոշները աղացած։ Այս պարարտանյութը տեսեք գրած է 60 օր, 2 ամիսը մեկ պետք է պարարտացնեք, հաճախակի չի կարելի։ Բայց հատուկ վարդերի համար է, որը օգնում է նաև հողի pH-ը պահի նորմայի մեջ, վարդերի համար իդեալականը 5-ից 5.5 մինչև 6.5 մաքսիմում մինչև 7։ Հիմա ինչ ձևով ենք անում։ Քան ես չեմ խոնավացնում հողը, որովհետև հողը շատ խոնավ է, անընդհատ ես մի շաբաթ անձրև է մեր մոտ, մի ժամ առաջ անձրևը կտրվեց։ Հիմա կասեմ ինչ չափով եմ ես անում եւ ցույց կտամ ինչ եմ անում։ Հիմա մեկ ճաշի գտալը 10 գրամ է։ Անունի այս տեսքը ժողովուրդ ջան։ Սա հաշվենք 10 գրամ, յուրաքանչյուր թփին տալիս եմ 2 ճաշի գտալ։ Կարելի է նույնիսկ 2 ամիսի մեկ ենք պարարտացնում։ Ցանում եմ կողքերը հավասարաչափ, սա 1, սա երկրորդը, արմատները արդեն բավական իրանց հեռու է, կարամ է դումը և մյուս վարդին։ Արտակարգ աճում են ժողովուրդ ջան, արտակարգ։ Բայց եղանակը շատ անձրևային է այս տարի, ուղղակի որ մեջ անձրևա շատ գիշերցերը գալիս է։ Սա մի քիչ եմ։ Սա էլ 2 յուրաքանչյուրին։ Կարելի է փոքր փոքրով անցկացնել հողի տակ, բայց քանի որ ես դա հիմա չեմ անելու, ես ավելացնելու եմ բարակ շերտով ավելացնում եմ կոմպոստ։ Էսա բարակ շերտով շատ, որտեղ որ ես պարարտացրել եմ, վագի ծածկում եմ։ Կոմպոստն էլ խոնավ, հողն էլ խոնավ, չեմ ջրում, բայց եթե չոր լինի, պետք է անպայման պարարտացումից հետո ջրեք։ Մի բան մոռացա ասեմ, որ այս պարարտանյութի մեջ նաև պարունակում եմ օրգանական մինյութ էլեմենտ, որը ունի յուրահատուկ հոտ, վանում է մրջուններին։ Իսկ մենք գիտենք, որ վարդերի համար վնասատու են մրջունները, որովհետև լևիջներին հավաքում բերում են վարդերի վրա։ Տեսեք, վարդերս մաքուր են։ Որտեղ ես 2 ամիս առաջ մի հատ պարարտացրել էի, սա երկրորդ անգամ արդեն պարարտացնում։ Այդ հոտից մրջունները չեն գալիս վարդերի վրա։ Ամեն դեպքում, երբ որ արդեն կնկատեք, որ ձեր վարդերը ունեն լևիջները, պետք է անպայման սերսկեք։ Ես կողմներ եմ, ամենը կողմներ կա արդեն, ժողովուրդ ջան։ Ես կանեմ վարդերի պարարտացման համար։ Եթե հարց եկել են գրեք կոմենտներում, ես մեծ սիրով կպատասխանեմ։ Այսքանով ավարտում եմ ժողովուրդ ջան։ Եղեք միշտ առողջ։ Ձեզ հետ Բորիս Խանբեգյանը։ Բարին ընծեց, եթե հավանեցիք տեսանյութին, դրեցեք լայքերը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին։ Ցտեսություն։